Ողջույն սիրելի փոքրիկ, այսօր անցնելու ենք նոր հնչյուն տառ։ 9։ Հիմա կասես, ինչու է բնարանի գրքում նկարված 9 թվանշանը, չէ որ այն տառ չէ, այլ թիվ է։ 9։ Երկար արտասանելուց հասկանում ես, որ 9 թվանշանը տառերով գրվում է I-N-E։ Այո, այսօր դու անցնելու ես 9 հնչյուն տառը։ I տպագիր մեծատառ, I տպագիր փոքրատառ, I ձեռագիր մեծատառ, I ձեռագիր փոքրատառ։ I-ին գրվում է, լսվում է անվերջ և ուրեմն ին ձայնավոր հնչյուն է։ Ահա, դու սովորեցիր երրորդ ձայնավորը, դու արդեն գիտես ան, են և երրորդը I, որ բառերում կա I։ Նկարում պատկերված են թռչուններ։ Լոր բառում I տառ չկա և դրա համար կետ չենք դնում։ Արծիվ բառում I տառը գրվում է բառամիջում, այստեղ դու պիտի նշան անես։ Արագիլ բառում գրվում է բառամիջում։ Աղավնի գրվեց բառավերջում, այստեղ պիտի կետ անես։ Ծիծեռնակ բառամիջում պիտի կետը դնես, հնչյունի տեղը որոշես։ Այլ բու բառի մեջ I տառ չկա։ Փորձիր մայրիկի օգնությամբ այս բոլոր թռչունների անունները հնչյունային վերլուծության ենթարկել։ Լոր, արծիվ, արագիլ, աղավնի, ծիծեռնակ, բու։ Հիմա նայենք I տառի գրելաձևին, որպեսզի կապիկ, ծաղիկ և թիթեռ բառերում դու կարողանաս գրել I տառը։ Տես, նրանք բաց են թողնված, դու պիտի լրացնես։ I ձեռագիր փոքրատառ, I ձեռագիր մեծատառ։ I տառը գրելը այդքան էլ դժվար չէ։ Հիշիր, գրելուց առաջ պիտի լվանաս ձեռքերդ։ Կատարես մատների վարժություններ, որ մատիկներդ շուտ չհոգնի։ Տետրը դնես մի փոքր շեղ, թեքության վրա։ Սկզբից իջեցնես գիծը, այնուհետև I մեծատառի փոքրիկ մասնիկը դնես։ Հիշիր, որ պիտի մասնիկը նստի տողի վրա։ I մեծատառը նման է Ռ մեծատառի առաջին մասնիկին։ Գրեցիր, հետո դնում ես փոքր I-ի մասնիկը։ Հիշիր, որ չպիտի տառերը իրար վրա գրես կամ իրար շատ մոտ։ Գրելուց հետո մատիկը դիր, կետիկը դիր կողքը, որ սովորենք մի փոքրիկ պատմություն, այնուհետև մայրիկին կխնդրես քեզ կցույց տա այս նկարի շարժվող հոլովակը։ Նախ հորինենք պատմություն, դնենք վերնագիր, չէ որ պատմությունը կազմված էր վերնագրից, այն ուներ սկիզբ, բովանդակություն, ավարտ։ Պատմությունը գրում էինք մեծատառով, նախադասություն էինք գրում մեծատառով, ապրես։ Նախադասությունը կազմված էր բառերից, նախադասության ավարտին դնում էինք վերջակետ, բառերը կազմված էր վանկերից, վանկերը լինում են բաց և փակ, վանկը բաց լինելու դեպքում ավարտվում էր ձայնավորով, փակ լինելու դեպքում բաղաձայնով էր ավարտվում։ Այո, վանկերն էլ կազմված էին հնչյուններից, հնչյունները լինում էին ձայնավոր և բաղաձայն։ Այսօր դու սովորեցիր երրորդ ձայնավոր հնչյունը, որը I-ն էր։ Հիմա տեսնենք մեր պատմությունը։ Կապիկների
ընտանիքը։ Մայրիկ կապիկը իր փոքրիկ երկու կապիկների հետ ճաշում էր, չէ՞ որ նրանք ճաշի ժամին ուտում են բանան։ Նրանց ձեռքում բանաններ կային, բանանները դեղին գույնի են, չէ՞։ Երիցուկ ծաղիկներ էին աճում դաշտում, կակաճներ կային։ Ուշադիր կապիկը նայում էր երիցուկի ծաղիկներին։ Մայրիկի պոչին կանգնած էր թիթեռնիկը։ Նրանք նստած էին ծառի տակ։ Կապիկը հենվել էր քարին։ Դու լսեցիր բազմաթիվ բառեր, որի մեջ կամ որը վերջանում էր ի հնչյուն տառով։ Հիմա փորձիր լրացնել կապիկ, ծաղիկ և թիթեռ բառերում ի տառը։ Տես, սա բառի հնչյունների տառերի տեղն ու դիրքը ապահովող գծապատկերն է։ Եթե շփոթվես, այն քեզ կհուշի։ Կապիկ, այստեղ է գտնվում ի տառը։ Ծաղիկ, այստեղ է գտնվում ի տառը։ Թիթեռ, բոլոր տեղերում այն գտնվում է բառամիջում, որ ձի բառի մեջ ի տառը գտնվում է բառավերջում։ Շրջագծիր ի տառը։ Ի տպագիր մեծատառ, ի տպագիր փոքրատառ։ Իրիկուն, իրիկուն է, իրիկուն, իմ ժիր ծիտիկ արի տուն, թե չէ հանկարծ կննջես, ծառի ճյուղից ցած կընկնես։ Կարդում ենք տառակապակցությունները իր, րի, ին, նի։ Պանիր, նարինջ, կաղին, մատանի։ Կարդա։ Սրանք նախադասություններ են, գրվում են մեծատառով։ Փորձիր կարդալ և գրել տետրիդ մեջ։ Սա անին է, գրվեց սա տառը մեծատառ, դրվեց վերջակետ։ Անին հատուկ անուն է, մարդու անուն է, գրում ենք մեծատառով։ Նա սան է, գրվեց մեծատառ, նա բառը սկզբնաբառ է, ն գրեցինք մեծատառ։